Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Արսեն Խարատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր։ Բարև ձեզ, պարոն Խարատյան։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Այսօր, ինչպես եւ նախկինում պայմանավորվեցինք, ավելի շատ խոսելու ենք Մերձավոր Արևելքից, բայց նախքան Մերձավոր Արևելքին, Մերձավոր Արևելքի հարցերին անցնելը քննարկման առաջարկում եմ սկսել Հայաստանով ամեն դեպքում, քանի որ երեք շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, ռազմավարական հարաբերություններ հաստատվեցին Գերմանիայի եւ Հայաստանի միջև, մեկ ամսվա ընթացքում փաստացի երեք միանգամից ռազմավարական հարաբերություններ ունեցավ Հայաստանը Եվրամիության հետ օրեր առաջ եւ մեկ ամիս էլ չի անցել Ղազախստանի հետ էլ հաստատեցինք ռազմավարական հարաբերություններ, այսինքն մեկ ամսվա մեջ Ղազախստանի, Եվրամիության եւ Գերմանիայի հետ։ Ինչպես կգնահատեք այս հարաբերությունների հաստատումը, այս ինչ տեմպ է շատ հետաքրքիր։ Դե, եթե ողջ տարվա կտրվածքով դիտարկելու լինենք, ապա մինչ այդ տեսել էինք սեպտեմբերին Չինաստան այցի ընթացքում նաև Չինաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը, այս պահին ունենք նաև Մեծ Բրիտանիայի հետ համանման փաստաթուղթ, որ դեռևս տարեսկզբին էր կնքվել։ Տեսեք, կարևոր է երկխոսության մակարդակը, միջպետական մակարդակում ռազմավարական երկխոսությունից մինչև պայմանագրեր եւ ողջ տարողությամբ իրապես ռազմավարական հարաբերություններ ունենալը։ Երկրորդ խնդիրը այն է, թե ինչ է դա ենթադրում կոնկրետ որպես ծրագրեր։ Որը մի կողմից մենք կարող ենք ստորագրել փաստաթղթեր բարձրացնելով մակարդակը ռազմավարական երկխոսության, գործընկերության, համագործակցության եւ հեռանկարում գուցե նաեւ նշվածներից որոշների հետ շատ կոնկրետ դաշինքների, բայց այլ հարց է, թե ինչ արագությամբ են կողմերը ենթադրում այդ համագործակցությունը, ինչ կոնկրետ տրամաբանությամբ է դա զարգանալու, որ ոլորտներում են հարաբերությունները խորացվելու եւ այսպես շարունակ։ Գերմանիայի հետ Հայաստան-Գերմանիա հարաբերություններում վերջին տարիներին իրապես բավականին ինտենսիվ աճել է նաև անվտանգային ուղղությամբ համագործակցությունը։ Գերմանիան ինքը հատկապես ուկրաինական պատերազմից ի վեր փոխել է իր իսկ բյուջետային եւ տարբեր ուղղություններով խորացման տրամաբանությունը։ Թերևս երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ է, որ տեսանք, որ Գերմանիան մինչև 100 միլիարդի ներդրում է նախատեսում ռազմարդյունաբերության մեջ, ինչը տարբեր պատճառներով նրան կամ թույլ չէր տրվում, կամ դեռևս չէր կարողանում ուրեմն այս ուղղությամբ առանձին զարգացում արձանագրել։ Այցը կարևոր է, որովհետև բնականաբար ամենաբարձր մակարդակում ընդունվում է Հայաստանի վարչապետը, բայց ինձ ավելի հետաքրքիր է լինելու, թե այդ փաստաթղթի եւ դրան հետո զուգորդող փաստաթղթերում ինչ է արտացոլվելու, որ ոլորտներում է լինելու այդ համագործակցությունը։ Որոշ ուղղություններ կան, որտեղ արդեն իսկ Հայաստան-Գերմանիա գործակցության մեջ կա բավականին լավ ավանդույթ, դրանցից առաջնայինը թերևս էներգետիկան է։ Մենք գիտենք նաև, որ Հայաստան-Վրաստան ուղղությամբ Գերմանիայի զարգացման բանկը տևական ժամանակ է բավականին խոշոր վարկային ծրագիր ունի, որով ենթադրաբար պիտի կառուցվեր կայան Ալավերդիում, որը Հայաստանի եւ Վրաստանի համատեղ էներգետիկ անվտանգությունը եւ կախվածությունը պիտի նվազեցներ։ Այս ուղղությամբ դեռևս էական առաջընթաց չենք տեսել, բայց սա մի ուղղություն է, որը հենց Գերմանիային է հետաքրքիր։ Պետք է ենթադրել նաև, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապաշրջափակման եւ Հայաստանի սահմանների հնարավոր վերագործարկման, հատկապես Թուրքիայի ուղղությամբ, ուրեմն այս տրամաբանության մեջ Գերմանիան կրկին էներգետիկայի ոլորտում կարող է հետաքրքրություն ունենալ, հատկապես էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, դե իսկ մինչ այս մենք տեսել ենք նաև որոշ խոշոր գերմանական ընկերություններ, որոնք հատկապես հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ունեին հարավում, այս պահին դրանք այդ ծավալի չեն այլևս։ Տեսնենք ուրեմն, թե բացի Եվրամիության հետ մեր համագործակցությունը, կոնկրետ Գերմանիայի հետ երկկողմում ինչպիսի նոր ուղղություններ են նախանշվելու։ Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը մեծ հաշվով կարելի է ասել, որ նորացված ՍԵՊԱ-ն է, այսինքն այն, ինչ Հայաստանն արդեն իսկ ուներ 2017-ից սկսած,
այժմ նորացվել է։ Ինձ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել նաև բացի այն, ինչ մենք տեսանք որպես փաստաթուղթ, թե ինչպիսի առաջընթաց ենք ունեցել նախորդ փաստաթղթի շրջանակներում, բայց այս պահին արդեն կարող ենք խոսել այն մասին, որ նաև ելնելով նոր իրողություններից, որոնց ականատես ենք լինում, բնականաբար չէր կարող նաև չնորացվել Եվրամիության հետ համագործակցությունը։ Դրանի պատասխան նաև տեսանք նախորդին Ադրբեջանի արտգործնախարարության կողմից հայտարարությունը, թե այդ փաստաթղթին իրենք դեմ են, այդ փաստաթուղթը չի Այո, արտացոլում այն ուղղությունները, որոնք դրամացնել էի ուզում խոսել, հա։ այո, եւ սա մի բանով է, մի կողմ դնենք այն, որ ըմ, կարծում եմ, որ անեական հարցերի շուրջ են կենտրոնացել, ինձ մոտ տպավորություն կա, որ Ադրբեջանը շատ կցանկանար կամ ցանկանում է համանման մակարդակի Այո, համագործակցություն Եվրամիության հետ։ Նրանք դա չունեն տարբեր պատճառներով, դժվար եմ պատկերացնում, թե մոտ հեռանկարում դա լինելու է, բայց դա չի նշանակում, թե Եվրամիություն-Ադրբեջան համագործակցություն չկա, այնտեղ շատ տարբեր հետաքրքրություններ կան, հատկապես դեպի Կենտրոնական Ասիա եւ հակառակը ուղղությամբ Եվրամիության նորացված հետաքրքրությունների տրամաբանության մեջ։ Ուրեմն ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այո, տենդենսը կամ ընթացքը այն է, որ կարծես թե նոր մակարդակի հարաբերություններ են հաստատվում կարևոր խաղացողների հետ, բայց որpիսի ավելի էական առաջընթաց տեսնենք, դա պիտի շատ կոնկրետ ծրագրերով, տրամաբանությամբ ու փողով դրսևորվի։ այսինքն պարոն Խարատյան, երբ որ ասվում է ռազմավարական հարաբերությունների օրակարգ, դա չի ենթադրում լիարժեք ռազմավարական հարաբերություններ, որքան հասկանում, այդ օրակարգի կետերը պետք է կատարվեն, մի մեծ ճանապարհ պետք է անցնեն երկրները, որպեսզի հետո արդեն լիարժեք դարձնեն, չէ՞, այդ հարաբերությունը նույնն է Մեծ Բրիտանիայի հետ, նույնն է եղավ հիմա արդեն Գերմանիայի հետ եւ Եվրամիության հետ։ Իսկ Ղազախստանի հետ կարծես նույնը չէր, թե նույնն էր։ Տեսեք Ղազախստանի կամ Կենտրոնական Ասիայի այլ դե Ղազախստանն առավել ակտիվ խաղացողն է, մենք տեսանք, կարծեմ ձեզ հետ եւս Այո, քննարկեցինք Ղազախստանի միջոցով հացահատկի դեպի Հայաստան գալը Ադրբեջանի տարածքով։ Սա անխոս կապ ունի, կրկնեմ, Եվրամիության եւ ճանապարհային ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ակտիվ վերագործարկման ծրագրերի տրամաբանության մեջ, որովհետեւ այստեղ միայն Հարավային Կովկասը չէ, այստեղ երկու խոշոր տարածաշրջաններ, հատկապես Կենտրոնական Ասիայի հնգյակը եւ դեպի արևմուտք գնացող տրամաբանությունն է, դե ու նաեւ չենք մոռանում Մերձավոր Արևելքի հնարավոր կապը այս ուրեմն երթուղու հետ։ Ղազախստանը թերևս առավել ակտիվ խաղացողն է հենց Կենտրոնական Ասիայի երկրների պարագայում, այնպես չի թե միակն է, պարզ է, որ այնտեղ խոշոր խաղացողների պակաս չկա, հատկապես Ուզբեկստանը, որը առավել անկախ կարելի է ասել պետություններից է այս տարածաշրջանի եւ նաեւ եւ բնակչությամբ եւ տնտեսությամբ առավել ուժեղը, բայց այո, բոլոր բանակներում մենք նաեւ տեսանք նախորդ շաբաթ, այս շաբաթ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Հայաստանում, այո, այն որ Հայաստան-ԱՄՆ կամ Թրամփի ադմինիստրացիայի հետ կնքված պայմանագրերը դրանք այն հիմնական ուղղություններն են, որտեղ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր ռազմավարական համագործակցությունը պիտի խորացնի, այսինքն օրինակ ԱՄՆ-ի հետ դեռևս հունվարին կնքված դեկտեմբերին կնքված, բայց եւ այս ադմինիստրացիայով շարունակվող ռազմավարական խարտիան միսո արյուն է ստանում եւ դա տեղի է ունենում շատ կոնկրետ ծրագրերով, շատ հստակ ժամանակացույցով եւ նաեւ ֆինանսական ուրեմն ներդրումների տրամաբանությամբ։ Ուրեմն այս բոլոր փաստաթղթերը կամ այն ինչ որ մենք խոսում կնքում ենք, բացի իր քաղաքական կամ եթե կուզեք PR կոմպոնենտի էլեմենտը մեծ աշխատանք է պահանջում պետական մակարդակում, գերատեսչական մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական կամքի արկայությունն է, որին ականատես ենք լինում, ինչից պետք է օգտվել եւ ակտիվորեն աշխատել դրանց դետալների ուրեմն քննարկման եւ իրականացման ժամանակացույցի շուրջ։ դուք անդրադարձաք Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը,
Հետաքրքիր բան նկատեցի իր հայտարարության մեջ, որ նա Հայաստանին շատ կարևոր դերակատար է համարում տարածաշրջանում, այսինքն գլխավոր դաշնակից Հարավային Կովկասում։ Նման, այսինքն մոտեցում ունի հիմա, հա, Թրամփի ադմինիստրացիան, պարոն Խարատյան։ Եվ երկրորդ հարցս, ուզում եմ այս հարցի հետ կապել Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը։ Հիմա շատ է քննարկում, որ Եվրոպայի հետ հարաբերությունները այլևս չեն լինում նախկինի նման, եւ առաջնահերթություն այդ կանել չէ Եվրամիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա կենտրոնանում են Ասիայի վրա, ու ինչ է դուրս գալիս, եթե Եվրամիության հետ ինչ որ չափով վատանում են հարաբերությունները, դե համեմատաբար մեզ մոտ ինչ է տեղի ունենում Հարավային Կովկասում, ուշադրությունը շեղվում է Հարավային Կովկասից, թե ճիշտ հակառակն է տեղի ունենում, ուշադրությունը ավելի շատանալու է Հարավային Կովկասի վրա։ ԱՄՆ Եվրամիություն հարաբերությունների փոխակերպումը մի քանի հիմնական ուղղություններով է։ Առաջին հերթին դա անվտանգային ուղղությունն է, որտեղ այս ադմինիստրացիան հենց սկզբից սկսեց խոսել այն մասին, որ այլևս Միացյալ Նահանգները չի պատրաստվում, այսպես ասած, բոլորի անվտանգային հարցերը լուծել, ՆԱՏՕ-ի ֆինանսավորման խնդիրը բարձրացվեց։ Մենք հիշում ենք ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտնի ելույթը, որտեղ փաստացի ամերիկյան նոր մոտեցումները ամրագրվեցին առ այն, որ գնացեք դուք ձեր խնդիրները լուծեք, այլևս այսպես մեծ եղբոր դերակատարության մի ակնկալ եք մեզնից, ինչի արդյունքում մենք արդեն իսկ տեսնում ենք, որ Եվրամիության առանձին երկրներ, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունները իրենց բյուջեներից հատկացումներ են անում ռազմարտունաբերության եւ անվտանգային ուղղությամբ ել ավելի մեծ ծավալներով, փաստացի Եվրամիության գործընկերներին ասվել էր կամ փողը կտակ մենք կանենք եւ կապահովենք ձեզ, կամ դուք ինքներդ ձեր բյուջեներով հատկացումներ արեք անվտանգային ուղղությամբ, հա։ Այսինքն սա առաջին մեծ կոմպոնենտը։ Երկրորդը փաստացի ցույց է տրվում կամ ակնհայտ է դառնում, որ եթե նախորդ ամերիկյան վարչակազմի շրջանում Եվրամիությունը օգտագործում էր որպես կամ Եվրամիության գործընկերները հաճախ ներկայացվում էին որպես հիմնական խաղացողներ հենց նույն ուկրաինական ճգնաժամի հարցում, հիմա Միացյալ Նահանգները ուղիղ է զբաղվում սրանով եւ այստեղ էլ գիտենք, որ մոտեցումը էապես փոխվել է, եթե նախորդ վարչակազմը Պուտինի հետ հանդիպման եւ կամ ռուսների հետ ուղիղ խոսելու խնդիր չէր դնում, ապա հիմա դա ամբողջությամբ փոփոխվել է եւ տեսնում ենք նաեւ այս իմաստով կարելի է ասել մրցակցային, բայց լարված հարաբերություններ, օրինակ որևէ կերպ չենք դեռևս չգիտենք, չէ, ասենք Ուշակովի, հա, Պուտինի օգնական Ուշակովի եւ Թրամփի հատուկ բանագնացի Ուիտկոֆի հեռախոսազրույցի հրապարակումը ով արեց դա, ինչն էր դրա նպատակը։ Մենք տեսանք նաև, որ Ուկրաինայի հարցում 28 կետանոց այսպես կոչված խաղաղության ծրագիրը, որը փաստացի կապիտուլյացիայի ծրագիր էր Ուկրաինայի համար, Եվրամիության տարբեր խաղացողներ ամեն ինչ արեցին, հատկապես Ֆրանսիան, Գերմանիան եւ մասամբ նաև Մեծ Բրիտանիան, չնայած գիտենք ֆորմալ Եվրամիության անդամ չէ, բայց իրենց դիրքորոշումները էապես տարբերվող էին եւ ամեն ինչ արվեց, որպիսի այդ տրամաբանությամբ զարգացումները, որոնք բացական էին լինելու եւ Ուկրաինայի համար եւ Եվրամիության առանձին խաղացողների համար, որպեսի այդ ուղղությամբ չգնա, այսինքն կարող ենք մի բան ասել, Վաշինգտոնը, Բրյուսելի եւ առանձին մայրաքաղաքների հետ շատ հարցերում ոչ միայն չի համաձայնեցնում իր գործողությունները, այլև փաստացի փորձում է փաստի առաջ կանգնեցնել այն խաղացողներին, որոնք ավանդաբար Միացյալ Նահանգների հետ համակարգված ուրեմն Այո, մոտեցում ունեին տարբեր հարցերի շուրջ։ Այս իմաստով իհարկե դուք ճիշտ եք, որ վատթարացում չասեմ, տրանսֆորմացիա ասեմ, փոփոխություն ասեմ, այո, որ իմաստով նաև մրցակցային փոփոխություն, հա, այսինքն բայց գիտենք, որ բնականաբար Միացյալ Նահանգների համար առավել կարևոր խնդիր, չասենք, գուցե նաև խնդիր անվանենք, դա Չինաստանն է, եւ այս ուղղությամբ է, որ բնականաբար ադմինիստրացիան առավել ջանքեր է ներդնում եւ չգիտենք դեռ ինչպիսի դրսևորումներ է ունենալու այս ուղղությունը, բայց կենտրոնական Ասիայի պարագայում
եւ Հարավային Կովկասի պարագայում կարծում եմ էական հակասություններ չկա ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջև։ Ավելին, եթե Ուկրաինայի հարցում իսկապես ֆունդամենտալ տարբերություն կա մոտեցումների շուրջ, մեր եւ Կենտրոնական Ասիայի, մեր տարածաշրջան եւ Կենտրոնական Ասիայի պարագայում դրանք առավելապես կամ մի մեծ մասով համընկնում են, ուստի այո, այն որ դեսպանը Հայաստանը համարում է կամ հրապարակավ ասում է, որ մեր առաջնային գործընկերը տարածաշրջանում այս պայն Հայաստանն է, սա նշանակում է իհարկե, որ այս փուլում հաշվի առնելով իրավիճակը Վրաստանում, հաշվի առնելով Ադրբեջանի հետ այլ մակարդակի հարաբերությունները, դրանք նույնպես ռազմավարական բնույթի են, ուզում եմ չմոռանանք, եւ առավել մեծ հավանականությամբ ուրեմն եկող տարեսկզբին կտեսնենք նաև ռազմավարական խարտիայի ստորագրում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև եւ այստեղ նաև հետաքրքիր է լինելու թե ինչպես է դա կապված լինելու Հայաստանի հետ իրենց ծրագրերի, որտեղ առանձին վերցրած բնականաբար մեր երկրների եւ տնտեսության եւ կարեւորության եւ ուրեմն ներդրումային տրամաբանության մեջ առավել պակաս կարևոր հետաքրքիր են, մինչդեռ եթե սրանք փոխկապակցվածություններ ունեն, իսկ մասնավորապես խոսքը գնում է հնարավոր էներգակիրների տարանցման եւ ուրեմն շարունակվող տրանսպորտային ուրեմն տրանսպորտային ենթակառուցվածքների կապի դեպի Կենտրոնական Ասիա եւ դեպի Արևմուտք, ապա այստեղ կարծում եմ, որ կգտնեմ հետաքրքրությունները առավելապես համընկնելու են, իսկ Միացյալ Նահանգների համար մասնավորապես ստեղծված նոր իրավիճակում այսպես դատարկ դաշտ է հայտնվել աշխատելու համար եւ կարծում եմ, որ այս հնարավորությունները իրենք բաց չեն թողնելու։ Անցնենք Մերձավոր Արևելքին, պարոն Խարատյան, եւ այս ամենի հետ կապված մենք հասկանում ենք, որ չափսանց կարևոր դերակատարություն ունի նաև Թուրքիան, որ այս ճանապարհը գործի Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջերկրական ծովով, Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, սակայն մենք նաև ականատես ենք եղել, որ մեկ տարվա ընթացքում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել Մերձավոր Արևելքում, Սիրիայում այլևս Ասադը չկա, երեք նաև մեծ շուկով տոնում էին Ասադի հեռացումը, փախուստը Սիրիայից, եւ մենք տեսանք, որ Իրանի դիրքերը լուրջ ձևով թուլացան, եթե նախկինում Իրանը եւ Ռուսաստանն էին ղեկավարում, կարելի ասել, ինչ-որ գործողություններ Սիրիայում, այսօրվա դրությամբ Թուրքիան է հաստատվել Սիրիայում, Թուրքիան է թելադրում պայմաններ, դրանից բացի Հեզբոլլահի հետ կապված վերջին իրադարձությունները, որտեղ որ կրկին ներկա էր Իրանը եւ Իսրայելը ջախջախեց մի պահ նաեւ Հեզբոլլահն, հիմա կարծես Հեզբոլլահը նույնպես վերակենդանանում է եւ վերակենդանանում է Թուրքիայի օգնությամբ։ Իսկ այս տարածաշրջանում, տվյալ տարածաշրջանում կարևոր դաշնակից է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թե Իսրայելը եւ թե Թուրքիան, սակայն կարծես նաեւ բախում է հասունանում։ Ինչ կարծիքի եք դուք, ինչ է հիմա տեղի ունում։ Երեկ էլ նոր ավիահարվածներ էր հասցրել Իսրայելը Լիբանանին։ Ես հետևում էի այս շաբաթ Դոհայի ֆորումին, որտեղ առավել ինտենսիվությամբ Սիրիայի խնդիրն էր քննարկվում։ Իդեպ այնտեղ էին նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, որոնք համատեղ հանդես էին գալիս նույն պանելի, նույն ուրեմն քննարկման ընթացքում, բայց սա այսպես մի փոքր հատվածներ այդ մեծ քաղաքական ֆորումի առավել կարևորը բնականաբար Սիրիան էր եւ Թուրքիայի արտգործնախարարին էին մեծ շուկով ընդունում, որի հիմնական խոսափողն էին տվել Սիրիայի հարցում անելիքների վերաբերյալ ասելիքի, դե այնտեղ էր նաեւ Ահմեդ Շարիան, Սիրիայի նոր նախագահը, տեսանք նաեւ նրա այսպես ասած ամենօրյա լեգիտիմության բարձրացումը արևմուտքի հետ, Մակրոն, Թրամփ, խոշոր այլ խաղացողներ, ուրեմն կոնսենսուս կա առնվազն, որ սա է այն կերպարը կամ այն ուրեմն նոր ղեկավարը, որի միջոցով նոր Սիրիան պիտի շարունակվի կառուցվել։ Շահերի բախումների հարց կա իհարկե եւ այդտեղ այո Իսրայելն ու Թուրքիան առավել ուժեղ մրցակիցներն են կամ առավել ակտիվ խաղացողներն են, բայց ոչ միայն նրանք, Սաուդյան Արաբիան պակաս խաղացող չէ, Սաուդյան Արաբիան հատկապես Լիբանանի եւ Հեզբոլլահի հարցում առավել կարևոր խաղացող է համարվում։
Եվ որքան էլ Թուրքիան փորձի իր ուրեմն ակտիվ ներգրավվածությամբ Լիբանանի եւ Հեզբոլլահի ուրեմն այսպես ասած ազատ դաշտում լծվելը, որտեղ Իրանի ազդեցությունը նվազել է, ինչպես ճշգրիտ նշեցիք, սա ամենևին չի նշանակելու, թե Թուրքիան կարողանալու է Լիբանանում հեշտորեն հարցերը կարգավորել, այստեղ ամերիկացիները Սաուդյան Արաբիայի հետ առավել կարևոր խաղացող են դիտարկում եւ խաղում են։ Իհարկե Լիբանանի հյուսիսում Տրիպոլիում փաստացի կարելի է ասել, որ Թուրքիան ունի ազատ տնտեսական գոտի, այնտեղ մինչև թուրքական լիրայով է առևտուր արվում, ուրեմն Լիբանանի ներքին կառուցվածքը խնդիրները այդ խտացված նաև դրսևորելու են խոշոր խաղացողների, շահերի բախումները։ Բայց որքան էլ ասենք, թե Իրանն ու Ռուսաստանը փաստացի Սիրիայից հեռացվել են, դա վերջնական իրողություն չէ։ Մենք տեսանք նաև, որ ուրեմն Տարտուսում, Լաթակիայում ռուսական բազայի ներկայությունը չի վերջանում, այո, մի մասը տեղափոխվել է Լիբիա, ինչի արդյունքում Ռուսաստանի ներկայությունը Լիբիայում կամ Միջերկրական ծովի այդ հատվածում ուժեղացել է, բայց նաև կարծես թե որքան էլ կրկնեմ ակնհայտ է, որ Թուրքիայի ազդեցությունը հատկապես Սիրիայի պարագայում ամենամեծն է այս պահին գոնե իշխանությունների միջոցով, գործող նոր վարչակազմը նույնպես հասկանում է, որ իրեն էլ է բալանս պետք, հա, այսինքն մենք չմոռանանք, որ ինչպես ինձ համար շատ սիրված արևելագետ Դավիթ Հովհաննիսյանն էր ձևակերպում, Սիրիան ինչ որ պահի դարձել էր մուսուլմանական աշխարհի պոչամբարը։ Ամենատարբեր երկրները իրենց առավել ռադիկալ էլեմենտներին, այսպես ասած, գործուղում էին Սիրիա ճակերտավոր, որտեղ եւ ձևավորվեց իսլամական պետությունը եւ այդ երկիրը, եթե այսօրվա քաղաքական քարտեզի վրա նայելու լինենք, ամենևին էլ փաստ չէ, որ վերահսկվում է մի իշխանության կողմից։ Ֆիդանի հայտարարություններն առավելապես վերաբերում էին քրդական հարցին, որտեղ բացի ամեն ինչից Թուրքիայի համար առաջնային կարևորություն ունի քրդական հատվածը, իսկ դա ամենակազմակերպված խումբն է Սիրիայի, որը պետության հետ եւ կառավարության հետ ունի առանձին հարաբերություններ եւ այդ պայմանագրերը ամենասկզբից, այսինքն այս նոր իշխանության գալուց հետո կնքվեցին եւ նոր հարաբերությունների որակ սահմանվեց։ Թուրքիայի համար երկու հիմնական խմբավորումների, որի մասին բացահայտացվում էր, բացառումն է կարևորը եւ զենքը վայր դնելը, եթե դրան կարողանան հասնել, իսկ դա հեշտ չի լինելու։ Սիրիայի քրդերի պատմությունը բավական երկար է, նրանք ուղիղ կապ են ունեցել եւ շարունակում են ունենալ ուրեմն քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանը ուղիղ 900 կիլոմետրից ավելի է Եփրատի երկայնքից, այսինքն մինչև Իրաքի սահման, եւ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու այդ սահմանը վերահսկել ընդհանուր առմամբ, այսինքն Թուրքիան իր ողջ ջանքը չի կարող դնել միայն այդ սահմանի վերահսկման համար, իսկ եթե չկարողանա քաղաքական լուծումներ գտնել Սիրիայի ներսում, որպեսզի գոնե կանխատեսելի պահի քրդական հատվածն իր համար, ես չեմ պատկերացնում, թե ինչ լուծումներ է լինելու բացի բախումները։ Ժամանակը ցույց կտա իհարկե, ես ընդհանրապես ասում եմ այն, որ այո, որքան էլ Թուրքիայի ներգրավվածությունը, ներգործությունն ու ազդեցությունը մեծ է եւ ահագնացող է Սիրիայի պարագայում, այնպես չի, թե այնտեղ հեշտ է լինելու հարցեր լուծելը եւ կրկնեմ գործող նոր վարչակարգը, որը 35-40 հազար մարտիկ ունի, այսինքն մենք խոսում ենք տարբեր զինյալ խմբավորումների մասին, հա, տևական ժամանակ է ալավիների մասին չենք լսում դեռ, բայց վստահ ենք, չէ, որ այսինքն այդ 3-4 միլիոն մարդը որտեղ չգնաց։ Այդ մարդիկ են, որոնք որ 50 տարուց ավելի վերահսկել են Սիրիայի ողջ անվտանգային համակարգը, ներքին, արտաքին բանակ եւ այլն, հա, այսինքն դա գիտելիք է, դա կարողություններ են եւ իրենք էլ իրենց ժամանակին են սպասում եւ որքան էլ թուլացած Իրան տեսնենք եւ որքան էլ Ուկրաինայով զբաղված Ռուսաստան տեսնենք, հա, բոլորը վերադիրքավորվում են եւ սպասում են նոր ժամանակների, որտեղ ինչ որ կերպ իրենք պիտի շարունակեն ազդեցություն ունենալ։ Այնպես որ շատ վաղ է խոսել, թե Սիրիայում կա կայուն նոր վիճակ, խաղացողները շատ են
այդ նույն Միացյալ Նահանգները, որը այո Թուրքիայի հետ է շատ բաներ քննարկում, բայց նաև ծոցի երկրների իր պարտներների միջոցով է այդ հարցերը քննարկում եւ Իսրայելի հետ եւ այդտեղ կարելի է ասել, որ ակնհայտ եւս մեկ հիբրիդային պատերազմի ենք ականատես լինում, որը գուցե շատ ակտիվ փուլում չէ կամ միջազգային մամուլի էջերին չէ, բայց դեռևս նոր խաղի կանոններով նոր կառավարման համակարգն էլ վերջնականացված չէ, ուստի բոլորը ակտիվորեն խաղացողները հիմնական ակտիվորեն աշխատում են, որտեղ իհարկե Թուրքիայի այս պահին ունեցած առանձին դերակատարությունը շարունակում է առավել էականը լինել։ Պարոն Խարատյան, ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր նույն Սիրիայի մասով, որ իրենք պետք է օգնեն Սիրիային 300,000-անոց բանակ ձևավորել։ Դրանից հետո մենք ականատես եղանք, որ գրեթե օդային բախում տեղի ունեցավ Սիրիայի օդում Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Թուրքիան ստիպված եղավ իր ինքնաթիռները ուղղակի հետ քաշել։ Իսկ բավականին վերջերս, երբ որ արդեն Իսրայելը հատուկ գործողություն էր իրականացնում Սիրիայի տարածքում, Իսրայելը ունեցավ կորուստ, նաև զրահապատ մեքենաներ կորցրին, տապալվեց իրենց հատուկ գործողությունը։ Ինչ է կարծում, այս իրավիճակում մենք չենք գնում կամաց, այնուամենայնիվ լուրջ լարվածության Թուրքիայի եւ Իսրայելի միջև, որքան հավանական է, որ բախում տեղի ունենա այդ երկրների միջև։ Ես կարծում եմ, որ դա շարունակելու է պրոքսի տրամաբանությամբ լինել, այսինքն երրորդ երկրների տարածքում են բախվելու այդ շահերը, նույնիսկ այո ռազմական դրսևորումներով, բայց ոչ ուղիղ։ Ուղիղ առճակատման հավանականությունը շատ մեծ չեմ համարում։ Ի թիվս այլ պատճառների չափից դուրս շատ են նաև համատեղ հետաքրքրությունները եւ այն խոշոր խաղացողներ, իսկ մասնավորապես Միացյալ Նահանգները, որը կարող է եւ լինելու է այն դերակատարներից, որը չի թույլ չպիտի տա, որպեսզի եթե նույնիսկ լարվածությունը դառնա ռազմական դրսևորումներ ստանա, ապա դա երկար տևի։ Բայց Սիրիայի ծրագրերը ակնհայտ են, նրանք Իսրայելի ծրագրերը Սիրիայում ակնհայտ են, նրանք առավելապես Սիրիայի դրուզական համայնքի հետ աշխատելով Գոլանի բարձունքներից արդեն դեպի Սիրիայի խորքը եկած վիճակից հետ չեն գնալու եւ այս փուլում, որ երբ դեռևս նոր կայունությունը չկա, փորձելու են եւ փորձում են հնարավորինս շատ բան ստանալ, այսպես ասած Իսրայելը մեծանում է, եթե կուզեք, հա, կամ Իսրայելի կողմից վերահսկվող ֆիզիկական տարածքները ի հաշիվ Սիրիայի մեծանում են։ Դրան զուգընթաց իհարկե Լիբանանում է շարունակվելու այս լարումը, ինչպես դուք նշեցիք շատ հարցերում, բարդ խաղում Թուրքիան նաև այն ուղությամբ այդ ուղությամբ անելիքների պակաս չունի եւ այստեղ նույնպես շահերի համընկման մասին խոսել հնարավոր չէ։ Կարող է ինչ որ մի կետում մենք ունենանք ինչ որ մի համաձայնագիր, որը կկարողանա այս բոլոր ներառված խաղացողների շահերի համադրման տրամաբանությամբ, բայց օրինակ Լիբանանը գիտենք, որ ունեցել է տևական եւ երկարաժամկետ քաղաքացիական պատերազմի փորձ 1975-ից 1989 թվականները, որի արդյունքում Տայիֆի համաձայնագիրը կնքվեց Սաուդյան Արաբիայում, որտեղ այդ բոլորի շահերը մեկ անգամ համադրվեցին, հատկապես էթնո-սեկուլյար տրամաբանությամբ, այսինքն կրոնական եւ ազգային հիմքով պետություն կառուցելու, իսկ այդ իրողությունը, այդ համաձայնագիրը, որ դեռևս ֆորմալ գործում է, իրականում գործում է միայն թղթի վրա, հա, այսինքն երկրի նախագահը Մարոնի քրիստոնյա է, վարչապետը շիա է, ուրեմն ազգային ժողովի խորհրդանի նախագահը սուննի։ Սա է եղել, սա է կառավարման կարգը։ Հիմա ես սա բերում եմ որպես օրինակ, թե ինչպես էր այն ժամանակ ելնելով այդ արունալի քաղաքացիական պատերազմի ուրեմն տրամաբանությունից ստիպված եղան ուրեմն հաշվի նստել են բոլոր խմբերի շահերի հետ, որոնք առկա են Լիբանանում։ Այսօրվա դրությամբ դա ներքին խնդիր չէ այլևս, սա Լիբանանի կամ Սիրիայի քաղաքացիական պատերազմ չէ, սա արտաքին խաղացողների ազդեցությամբ տարբեր զինյալ խմբավորումների բախումներ են։ Ես չգիտեմ որքան արագ է հնարավոր լինելու 300,000-անոց կանոնավոր բանակ ունենալ, որը կառավարելի կլինի Սիրիայում, սա շատ փոքր, դրա 10%-ն ունեն այսօր, հա, եւ այդ ինչպես պիտի անեն, որ կրկնեմ այդ մասշտաբի տարբեր
զինված խմբավորումների բերեն եւ ինչ որ կառավարման տրամաբանության մեջ ներդաշնակեցնեն, բայց որ ներդրումների, գիտելիքի, ռազմական գիտելիքի, անվտանգային իմացության պակասը չկա եւ այդտեղ Սիրիան շարունակելու է լինել առավել կարևոր կռվախնձորը Մերձավոր Արևելքում եւ մեծ Մերձավոր Արևելքի համար ընդհանուր առմամբ, այդտեղ իհարկե կասկած չունենք։ Պարոն Խարատյան, չխոսեցինք Իրանից, վերջին պատերազմը Իրանի համար շատ ողբերգական էր, կարելի ասել, շատ բան փոխվեց Իրանի համար, սակայն մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ Իրանը մնում է կարևոր դերակատար Մերձավոր Արևելքում եւ հիմա էլ նոր պայմանագրեր են կնքում Ռուսաստանի հետ, նոր ինքնաթիռների գնման վերաբերյալ կարծես Չինաստանի հետ նույն տրամաբանությամբ պայմանագրեր են կնքում կրկին ինքնաթիռների համար հակաօդային պաշտպանություն են փորձում ձեռք բերել կարծես Ռուսաստանից եւ հիմա նաեւ նոր հրթիռներ էին փորձարկում։ Ինչ եք դուք կանխատեսում եւ ինչ է ձեզ տեսանելի, արդյոք հնարավոր է նոր պատերազմ Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Ինչի եմ այս հարցը տալիս, որովհետեւ իսրայելցի տարբեր փորձագետներ անընդհատ այս հարցը քննարկում են, կարծես թե չի ավարտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ կոնֆլիկտը։ Չնայած որ պատերազմը տեղի ունեցավ եւ ավարտվեց, բայց այնուամենայնիվ այդ թեման կարծես թե կա Իսրայելում քննարկման թեման։ Դե հունիսյան 11-օրյա 12-օրյա պատերազմը, որ կարելի է այդպես էլ անվանել, իհարկե լուրջ հարված է հասցրել Իրանին, չնայած արտաքին աշխարհի համար սա մի էսկալացիա էր, որտեղ բոլորը հաղթած դուրս եկան կրկին, հա, Իրանը հայտարարում էր, որ իրենք են հաղթել, Իսրայելը դե իր հաղթական Միացյալ Նահանգներն էլ ցույց տերեց, թե ինչպես կարող է առանց որևէ բանի ուրեմն լուրջ ավիատեխնիկա կիրառել եւ ժամերի ընթացքում թիրախային հարձակումներ ունենալ։ Թատերականացված էր մասամբ էս ամենը իհարկե, բայց Այո, Իրանում, քանի որ իրավիճակն իսկապես էապես փոխվել է այս պատերազմից հետո, նաև տարբեր այլ բաներ են տեղի ունենում, ասենք օրինակ որոշ ազատություններ են սկսել տրվել կանանց, հա, առանց հիջաբի կանայք փողոցներում շրջում են, հա, սա անհնար էր պատկերացնել եւ սա ուղիղ կապ ունի իշխանությունների թուլացած լինելու հետ։ Ամենամեծ խնդիրը շարունակում է լինել այդ երկրի առաջնորդի Այաթոլլահ Խամենեիի փոխանորդի, հա, ով է իրեն փոխարինել 80, փոխարեն այո, 86 տարեկան է ի վերջո, շատ է խոսվում այն մասին, որ այնպես չի թե առողջական լավ վիճակում է, իր որդու հարցը կա, մի շարք այլ մարդիկ են քննարկվում, բայց եթե պիտի Իրանը շարունակի լինել այն թեոկրատիան, որն է այսօր, ապա սա նույնպես մի լուրջ խնդիր է, որի հետ կապված լուծում կարծես թե չկա։ Իսրայելում անպայման պահելու են Իրանի հարցը օրակարգում եւ ակտիվ, անկախ նրանից թե ինչ է նախանշվում, բայց խնդիրը պիտի պահեն ակտիվ, որպեսզի հնարավորության դեպքում ել ավելի խոցելի դարձնեն Իրանը։ Իրանն էլ փորձում է լուծումներ գտնել առանցին խոսելով Միացյալ Նահանգների հետ ընդհանուր առմամբ։ Մենք տեսանք, որ հայտնի լրագրողի թույլ տվեցին գնալ Իրան եւ հարցազրույց անել երկրի արտգործնախարարի հետ, նաեւ իրավիճակին ծանոթանալ տեղում եւ հասկանալով, որ հնարավոր նոր էսկալացիայի պարագայում Իրանի գործող քաղաքական իշխանությունը կարող է չդիմակայել, բնականաբար ինչ-որ ռևերանսներ տեսնելու ենք։ Մեր ուղղությունը նույնպես կարևոր է Իրանի համար, թերևս առավել կարևորներից է։ Մենք հիշում ենք, որ Թրիփի ստորագրումից հետո անմիջապես երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պատվիրակությունով Իրանը փաստացի կառավարության ողջ կազմով եկել էին եւ 10-ից ավելի միջպետական պայմանագիր կնքեցին, հա, Իրանը հեշտ չի այսպիսի բաներ անում եւ մի բան, որ հիմա իրենք անում են Թրիփին զուգընթաց եւ Ռուսաստանի հետ իդեպ համագործակցությամբ, դա այն է, որ եթե պիտի ճանապարհ անցնի Հայաստանով եւ եթե պիտի ուրեմն շրջանցի Իրանը, ապա եւս մեկ ճանապարհ Իրանով պիտի կառուցվի եւ մեր հարցում իրենց այսպես ասած հիմնական մոտեցումը սա է։ Ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում
Դժվար է պատկերացնել ռազմական էսկալացիայի միջոցով Իրանում փոփոխությունը, բայց այն, որ երկրի ներսում տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ինչը ուղիղ պայմանավորված է նաև հունիսյան պատերազմով, սա փաստ է եւ անխուսափելիորեն որոշ ազատություններ պիտի ավելանան երկրում, որովհետեւ ի վերջո այդ հանրությունը իր տևական ժամանակ իհարկե պայքարել է եւ պայքարում է նրա դեմ, որ ռեժիմ փոխվի այդ երկրում, իսկ այդ ռեժիմի չփոխվելու պարագայում եթե արագ չպիտի լինի, ապա այսպես ասած որոշ տրանսֆորմացիաներ, որոշ միջանկյալ փոփոխություններ անպայման պիտի լինեն եւ որոնցից որոշներին մենք արդեն իսկ ականատես ենք լինում անկախ ամեն ինչից Հայաստանի համար չափազանց կարևոր է կայունությունը Իրանում եւ կարծում եմ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ մեզ համար կարևոր բարեկամ թերևս առավել առանցքային պետություն է եւ անկախ նրանից թե այլ խաղացողների ինչ շահերով հետաքրքրություններ ունեն, մեր շահերից է բխում կայունությունը Իրանում։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խարատյան, այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք